Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Բարև ձեզ, շարունակում ենք աշխատանք ուղիղ եթերում, տեսնում ենք, որ մինչ իրանական պատերազմը ընթանում է տարածաշրջանում, հետաքրքիր քաղաքական վերաձևավորումներ են տեղի ունենում եւ ստիպում են վերանայել ոչ միայն քաղաքական սահմանները, այլև երկրները, պետությունները մտահոգվում են իրենց էներգետիկ ապագայի մասին եւ այս առումով տեսնում ենք, որ հետաքրքիր նոր զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ուրվագծվում է մի նոր էներգետիկ օրակարգ եւ այդ օրակարգի նյուանսները on-line տեսակապով քննարկենք թուրքագետ Նելի Մինասյանի հետ։ Բարև ձեզ Նելի։ Բարև ձեզ։ Դուք եթերում եք, ինչպես է լսվում։ Լավ, շնորհակալ եմ։ Թուրքիայի էներգետիկայի նախարարի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ խոսվել է ատոմային էներգետիկա եւ գազի մասին եւ Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարների առաջին հանդիպումը, եթե հիշում եք, տեղի ունեցել դեռևս անցյալ ամառ հունիսին Ստամբուլում, երբ տարածաշրջանը համեմատաբար խաղաղ էր ու հարց է առաջանում ըստ ձեզ, ինչու հենց հիմա, երբ Իրանի շուրջ այս ռազմական գործողությունների թեժ ֆոնին Հայաստանն ու Թուրքիան նորից ակտիվորեն սկսեցին խոսել այս մասին եւ որքանով է սա իրատեսական եւ եթե սկզբում խոսում էր ավելի շատ մտքերի փոխանակում, ապա այսօր խոսում է տեխնիկական մանրամասների մասին, որքանով է սա ըստ ձեզ իրատեսական այս պահին եւ ինչ տողատակեր ու նյուանսներ է պարունակում։ Նախ նշեմ, որ ըստ էության խնդիրները քննարկվում էին բավականին ավելի երկար ժամանակ, բայց իրանական իրադարձությունները արագացրեցին այդ գործընթացները եւ սա ուրեմն տեղի ունեցավ ոչ միայն զուտ շփումների տեսանկյունից, իմ կարծիքով, այլ նաեւ բուն խնդիրների քննարկման եւ համագործակցության ինչ-որ ոլորտների, ինչ-որ հարցերի կոնկրետ առարկայական քննարկումների առումով։ Իրանական իրադարձությունները իրականում շատ մեծ ազդեցություն են թողել եւ շարունակում են թողնել, որտեղ ըստ էության դեռևս ոչ մեկ չի կարող նշել, թե այդ իրադարձությունները ինչպես են ավարտվելու կամ երբ են ավարտվելու, իսկ սա արդեն իսկ լուրջ էներգետիկ խնդիրներ է առաջացրել հենց եթե տարածաշրջան ուղղակի դիտարկենք Թուրքիայի համար, որն էլ բնականաբար մեծ մտահոգություն ունի, որ առաջիկա ժամանակաշրջանում այդ էներգետիկ խնդիրները ճգնաժամը ավելի է խորանալու եւ դրա համար ստիպված է լինելու ուղղակի դիտարկել այլընտրանքային տարբերակներ։ Այստեղ Հայաստանը իր լոգիստիկ հնարավորություններով ամբողջությամբ տեղավորվում է այդ այլընտրանքի համատեքստում, այսինքն այստեղ մենք պետք է դիտարկենք զուտ կողմերի ունեցած պրագմատիկ հետաքրքրություններ ու պրագմատիկ ծրագրերը, որոնք որ իմ կարծիքով կարող են դրական ազդեցություն թողնել եւ իսկապես նպաստել ավելի քայլ այսպես առաջ հայ-թուրքական սահմանի բացման եւ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Այստեղ ես մի կարևոր խնդիր էլ նշեմ, էներգետիկ հարցը եւ ավելի շատ պետք է նշենք նաեւ երկաթուղիների խնդիրը լրիվ հասկանալի է, որովհետև Իրանն էր երկար ժամանակ Թուրքիայի համար դեպի արևելք կապի կարևոր օղակներից մեկն էր հանդիսանում եւ հիմա դա ըստ էության փակվում է եւ կրկին անհայտ ժամանակով է փակվում եւ այստեղ Հայաստանի լոգիստիկ հնարավորություններն են նախ կարևոր եւ Թուրքիան էության մեջ ցանկանա կամ չցանկանա ինչ-որ ժամանակ հետո ստիպված է լինելու դա օգտագործել, որտեղ ուրիշ տարբերակ ուղղակի չկա աշխարհագրական տեսանկյունից։ Սա առաջին եւ երկրորդ Հայաստանի լոգիստիկ հնարավորություններն է ստիպված լինելու օգտագործել։ Ճիշտ եմ հասկանում։
Այո, լոգիստիկ հնարավորությունները։ Եվ երկրորդ իհարկե ինձ համար էլ էր հետաքրքիր, որ Փարիզում Թուրքիայի էներգետիկայի նախարարը եւ Հայաստանի վարչապետը ավելի լայն հարցերի շրջանակ էին քննարկել։ Այստեղ էներգետիկ խնդիրներ, ես կարծում եմ դա նախ եւ առաջ վերաբերվում է ուրեմն էլեկտրաէներգիայի հարցերին եւ այո, շատ առավել հետաքրքիր էր ուրեմն ատոմային էներգետիկայի խնդիրը եւ գազատարների գազի խնդիրը։ Այսինքն վերջինի դեպքում ակնհայտորեն Հայաստանը կարող է լինել միայն տարանցման այսպես ուղի։ Գիտենք, որ Թուրքիան մինչև 2028 թվականը պարտավորվել է կտրուկ նվազեցնել ածխից ստացող իր էներգիան Եվրամիության առջև, իսկ ռուսական ԱԿՈՒ այդ ատոմակայանի կառուցումը արդեն ներկայիս իրողություններում գրեթե անհնար է դառնում, եւ փաստացի ստացվում է, որ Հայաստանի համար սա հնարավորություն է բացում այդ մոդուլային ատոմակայանների կառուցման համատեքստում, այդ ֆոնին մենք խնդիր ունենք նաեւ դրանց սպառման, որովհետեւ ինչու է խնդիրը, որ ավելի փոքր լինի, որ մենք կարողանանք այդ կուտակված էլեկտրաէներգիան սպառել։ Այս առումով ինչ հնարավորություններ է բացվում նաև հենց Հայաստանի համար, իբրև էներգիա արտահանող։ Տեսեք, դա իրատեսական ծրագրերից մեկն է, որ Հայաստանը լինելով փոքր պետություն եւ էության մեջ ունենալով մեծ ռեսուրսներ, կարող է Թուրքիային տրամադրել էլեկտրաէներգիա։ Ընդ որում, այսօր առանց դեռ մոդուլային ուրեմն այդ ատոմակայանների կառուցման այսօրվա Հայաստանի ունեցած ուրեմն հնարավորությունները արդեն իսկ բավարար են, որպեսզի Հայաստանը Թուրքիայի արևելյան շրջաներին կարողանա մատակարարել էլեկտրաէներգիա։ Ընդ որում, որի պակասը այդ շրջանները շատ զգում են։ Այնպես որ ես կարծում եմ, սա իրատեսական ծրագիր է։ Իհարկե, թուրքական կողմը միջև այս պահը այդ ծրագրերի համատեքստում ավելի շատ դրել է քաղաքական եւ ռազմավարական խնդիրները, բայց տեղ ունեցող իրադարձությունները ամբողջությամբ փոխում են տարածաշրջանի բնույթը, ընդհանրապես տարածաշրջանում տեղ ունեցող զարգացումների էությունը եւ այս համատեքստում ես կարծում եմ այս տիպի խնդիրները առաջին պլան կգան, որովհետեւ կենսական անհրաժեշտություն են ձեռք բերելու եւ տնտեսական հարթակում համագործակցությունը դա կլինի էլեկտրաէներգիայի հետ կամ այլ խնդիրների հետ կապված հենց դրանք այն լուրջ այսպես լծակները կհանդիսանան Հայաստանի եւ Թուրքիայի միջև ինչ որ հարաբերություններ կառուցելու։ Քանի որ սահմանների բացումից խոսեցինք, ես հիշում եմ, որ Կարո Փայլյանը եւ այլ վերլուծաբաններ կանխատեսում էին, որ դեռ արդեն մարտին բացվելու է Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ անձանց համար, մասնավորապես նախատեսվում էր բացել այն իրանցիների համար, որոնք կշրջանցեն եւ Նախիջևանով, այսպես ասած, կմտնեին օգտագործելով Նախիջևանը կմտնեին Հայաստան։ Այս պատերազմը, այս իրողությունները ձեզ արդյոք ինչ են փոխում այդ առումով, այս իրավիճակով, թե հակառակը կարող է ավելի հումանիտար, լոգիստիկ առումով ավելի արագացնել սահմանի բացման գործընթացները, թեկուզ հենց առաջին հերթին երրորդ անձանց համար։ Նման քննարկումներ իսկապես կա տարբեր հարթակներում, տարբեր մասնագետների կողմից նշվում է, որ մարտին սպասելի է ուրեմն սահմանի բացումը, թեև մենք արդեն մարտից 2 շաբաթ այսպես անցել է, բայց համենայն դեպս կարծում եմ պետք է սպասել, հնարավորություն կա։ Եվ կրկին նախորդ մտքից եթե գամ, ստեղծված իրավիճակի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ հենց դա է, որ այսինքն ոչ միայն էներգետիկ եւ տնտեսական այլ խնդիրների մասն է խոսքը, նաեւ երբ որ ես նշեցի աշխարհագրական առումով նկատի ունեի նաեւ կապը ուղիղ, որովհետեւ եթե շարունակվի գործողությունները կամ այլ սցենարներ լինեն, բնականաբար այստեղ զուտ կապի անհրաժեշտությունը ավելի է շատանալու։ Միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև եթե դիտարկենք, բայց իհարկե խնդիրն ավելի լայն է Թուրքիայի եւ կենտրոնական Ասիայի, այսինքն Կասպից ծովի ավազանի միջև։ Եվ այս գործընթացները այո, կարող են խթան հանդիսանալ սահմանի ամբողջական բացմանը։ Ես կարծում եմ այստեղ ըստ էության մեր կողմից քաղաքականությունը հենց պետք է լինի միտված դրան, որ սահմանը բացվի ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, այլ սահմանը բացվի ընդհանրապես։
Տրամաբանական աշխատել խոսում այն մասին, որ Թուրքիային ձեռնտու է Իրանի թուլացումը, որովհետև այդպիսով ավելի բարձրանում է տարածաշրջանում Թուրքիայի կշիռը։ Բայց մենք տեսնում ենք նաև այն հայտարարություններից, որ ավելի Թուրքիան հակված այս պատերազմը ավելի արագ ավարտվելուն։ Ըստ ձեզ ո՞րն է Թուրքիայի այդ քաղաքականության, արտաքին դիվանագիտության այս հայտարարությունների հիմքում։ Մտավախությունը, որ Թուրքիան ևս կմնա փլատակների տակ, կամ որ կարող է նույն Իրանից հսկայական հոսքեր փախստականների լինել, թե Թուրքիան այլ հավակնություններ ունի մահմեդական աշխարհում, նաև հենց այս վերջին զարգացումների ֆոնին, ինչ է փոխել այս ամենը Թուրքիայի ներսում արտաքին քաղաքականության առումով։ Նախ ես նշեմ, որ Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները ամենևին պարզ կամ հասկանալի հարաբերություններ չեն, որտեղ դրանք այսպես հարյուրամյակներ ձգվող հարաբերություններ են։ Իհարկե եղել են նաև կոնֆլիկտներ, բայց եթե դիտարկենք 17-րդ դարից սկսած, ուրեմն այս երկու պետությունները խորքային մնալով ռազմավարական հակառակորդներ եւ մրցակիցներ, միաժամանակ կարողացել են հսկայական, ուրեմն դիվանագիտական, այսպես մի համակարգ ձևավորել միմյանց շահերի հետ կապված։ Եվ ըստ էության, իհարկե որոշ առանձին դեպքեր եղել են, որ որոշակի սրվել են հարաբերությունները, բայց մեծ հաշվով այս երկու պետություններն ձգտել են պահպանել բալանս, այստեղ ամենակարևորը բալանսի մասին է խոսքը։ Եվ սա առաջին, հենց Թուրքիայի դիրքորոշումը առաջին հերթին Իրանի հետ կապված պետք է ուժային բալանսի համատեքստում նայել, որովհետև Թուրքիան եւ Իրանը հանդիսանում են տարածաշրջանային երկու խոշոր պետությունները եւ նրանք այո ունեն մրցակցություն տարբեր խնդիրների հետ կապված, բայց միաժամանակ հատկապես վերջին տարիներին կարողացել են ընդհանուր հարցերի հետ կապված, այսպես ընդհանուր օրակարգեր ձևավորել կամ համենայն դեպս հարգել միմյանց շահերն ու հետաքրքրությունները։ Սա առաջին, երկրորդ, ուրեմն Իրանի թուլացումը իմ կարծիքով, ես այնքանով որ նայում եմ թուրքական, այսպես Թուրքիայից եկող արձագանքները, ընդ որում թե պետական մակարդակով եւ թե վերլուծական մակարդակով, դա այնքան էլ ուրեմն Թուրքիան գոհ չէ այդ գործընթացներից առնվազն, որովհետև Թուրքիայի առջև մի շարք խնդիրներ են այսպես ի հայտ գալիս։ Առաջին հերթին դա բնականաբար կարճաժամկետ խնդիրների մասն է խոսքը, եւ այս համատեքստում Թուրքիայի համար շատ կարեւոր է էներգետիկ խնդիրը, որին արդեն իսկ Թուրքիան բախվում է։ Էներգետիկ խնդիրը, փախստականների խնդիրը, սրանք առաջին երկու լուրջ խնդիրներն են, որոնք Թուրքիային շատ մտահոգում են։ Այնուհետև գալիս է արդեն ավելի լայն մասշտաբի խնդիրներ, անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներն են, մասնավորապես այստեղ Թուրքիայի համար շատ անհանգստացնող է քրդական գործոնը, եթե օրինակ Իրանում եւս քրդական գործոնը օգտագործվի, սա Թուրքիայի համար շատ մեծ վտանգներ կպարունակի, եւ այստեղ իհարկե կա նաեւ Իսրայելի գործոնը վերջին ուրեմն ժամանակաշրջանում, երբ որ շատ երկար տարիներ Իրանը դիրքավորվել էր հակաիսրայելական այսպես դաշտում եւ ըստ էության ամբողջ գործողությունները ինքն էր իրականացնում, բայց այն Թուրքիան, որ այսօր ունի մի շարք ամբիցիաներ, բնականաբար եթե Իրանի նման պետությունը չի լինում, ուրեմն Թուրքիան ինքը որոշ չափով փորձում է դիրքավորվել այդ հակաիսրայելական համատեքստում, այսինքն այս պարագայում եւս Թուրքիան կրկին անվտանգության եւ տարբեր խնդիրների հետ կապված մտահոգություններ ունի։ Իհարկե Թուրքիայի համար անվտանգային մտահոգությունները միայն այս առումով չեն գալիս, այլ նաեւ այնտեղ Իսրայել, Հարավային Կիպրոս եւ Հունաստան համագործակցության ուրեմն համագործակցության կամ դաշինքի ինստիտուցիոնալացումից եւս շատ մեծ վտանգներ կան։ Այսինքն, եթե այսպես կարճ փորձեմ ձևակերպել, վերջին մտահոգությունը դա ավելի շատ այն կլինի այսպես, որ ուժային բալանսը խախտվի, Թուրքիան ինքը չունի այդքան մեծ ուժեր, որպեսզի դիմակայի
բնականաբար Թուրքիայում եւս ինչ-որ գործընթացներ տեղի կունենան։ Այստեղ կարելի է նաեւ ռեժիմի խնդիրը քննարկել եւ ընդհանրապես տարբեր հարցերի տեսանկյունից պետք է դիտարկել։ Իսկ ինչ վերաբերում է մահմեդական կամ մուսուլմանական աշխարհին, այս առումով մեծ հաշվով Թուրքիան ու Իրանը մրցակիցներ չեն վաղուց միջնադար 17-րդ դարից կարելի ասել, մեծ մասշտաբով մրցակիցներ չեն, որովհետև Իրանը շիական պետություն է, Թուրքիան սուննիական պետություն է։ Թուրքիան նման փորձեր ունի իսլամական աշխարհում, հատկապես Էրդողանը վերջին իր իշխանության ժամկաշրջանում փորձել է այդպիսի առաջնորդի դեր ստանձնել եւ դա նրան ուղղակի չի հաջողվել, որտեվ այնտեղ կան ավելի մեծ ներուժ ունեցող պետություններ, մասնավորապես այստեղ ամենանշանավորը Սաուդյան Արաբիան է։ Բայց Իրանի եւ Իսրայելի հարաբերություններում կարող են որոշ տրանսֆորմացիաներ լինել եւ կարող են որոշակի խնդիրներ կամ ընկալումներ տեղափոխվել դեպի Թուրքիա։ Շատ հետաքրքիր էր նաև Թուրքիայի падգամավոր Գերգեօղլու սուր քննադատությունը Իլհամ Ալիևի հասցեին, որ անգամ հիշեցնում էր Ալիևի այդ Ալիևի կոռուպցիոն գործարքների մասին։ Ըստ ձեզ սա պարզապես մի падգամավորի կարծիք է, թե Թուրքիայի քաղաքական վերնախավում այնուամենայնիվ կա որոշակի դժգոհություն, որ Ալիևը իր կոշտ հայտարարություններով կամ գործողություններով հանկարծ կամ Շուշիի այդ հռչակագրի հիման վրա կետերը օգտագործելով եւ դրա վրա շեշտադրումներ անելով չփորձի Թուրքիային ներքաշել Իրանի դեմ որևէ կոնֆլիկտի կամ պատերազմի մեջ։ Ես կարծում եմ այդ վերջինը համենայն դարկել, որովհետև Թուրքիան ինքը, տեսեք, երկու բալիստիկ հրթիռներ Թուրքիայի տարածքում ոչնչացվեցին։ Իհարկե այնտեղ բացատրություններ եղան, նշվեց, որ դա Թուրքիային չէր ուղղված եւ թուրքերը իրենք այդպես ուզում են, նաեւ այդպես ներկայացնում են։ Այսինքն Թուրքիան հնարավորինս ամեն ինչ անում է, որպեսզի չներգրավի այս կոնֆլիկտի մեջ։ Կրկին ամենատարբեր ուրեմն վերջնարդյունքները ըստ էության նկատի ունենալով եւ մասնավորապես նկատի ունենալով, որ հակառակորդ կողմը հանդիսանում է Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ այստեղ ուրեմն Ադրբեջանից եւ մասնավորապես Իլհամ Ալիևից դժգոհությունը կապված չէ ոչ Շուշիի, ոչ էլ ընդհանրապես թուրք-ադրբեջանական համագործակցության մակարդակի հետ, դա շարունակում է այդպես մնալ։ Ամենայն դեպս երկրների ղեկավարների այսպես բարձր մակարդակով դա այդպես է։ Ավելի շուտ այդպիսի ելույթները կարելի է դիտարկել առանձին ելույթներ, ոչ ամբողջ ուժի, քաղաքական ուժի, այսպես կարծիքն են դա արտահայտում, եւ դա նաեւ պետք է դիտարկել ըստ էության Թուրքիայում հասարակական կարծիքի համատեքստում, որտեղ Թուրքիայում հատկապես վերջին ժամանակաշրջանում ավելի ու ավելի շատ է նկատվում Ադրբեջանի նկատմամբ որոշակի վերաբերմունք եւ որոշակի քննադատություններ։ Եվ իհարկե հասարակական կարծիքը մեկ այլ բան է, պետական քաղաքականությունը մեկ այլ բան է, բայց երբեմն այս վերջին շրջանում նույնպես դա բավականին սուր բնույթ է կրում եւ բավականին Ադրբեջանի հասցեին քննադատություններ եղան։ Ես կարծում եմ դա առաջին հերթին կապված է Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների հետ, որտեղ Թուրքիայի ներսում անդադար պրոպագանդվում է հակաիսրայելականություն։ Այո, նաեւ շատ քննադատվում է այստեղ Իսրայելի իրականացրած գործողությունները Գազայում, որը որ հենց նույն թուրքական իշխանություններն են մեծ պրոպագանդա այս առումով ուրեմն ապահովում։ Եվ քրդերի գործոնը եւ տարբեր այլ խնդիրներ եւ այս համատեքստում բնականաբար այն բոլոր երկրները, ովքեր որ համագործակցում են Իսրայելի հետ, նման ուրեմն քննադատությունների թիրախում են հայտնվում։ Ադրբեջանի խնդիրը առաջինը այսօր այս հարթության մեջ պետք է տեսնել։ Իսկ մնացածը արդեն ստեյության ժամանակը ցույց կտա, որտեվ այնուամենայնիվ այս իշխանությունների շրջանում ես չեմ կարծում, որ Ադրբեջանի Թուրքիայի այսպես պետական հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի կունենա։ Իսկ այդ քննադատությունը, որ հնչում է հանրային մակարդակում է ավելի շատ հնչում,
փորձագիտական մակարդակում, թե այդպես նաև հատիկային, առանցքային քաղաքական գործիչներն են արտահայտում։ Տեսեք, դա ավելի շատ հանրային քննարկումների մաս է կազմում, որտեղ փորձագետները մի փոքր Թուրքիան մեծ պետություն է, իրենք տարբեր այլ առաջնահերթություններ ունեն, այդ առաջնահերթությունների վրա են ավելի շատ շեշտը դնում։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ Ադրբեջանի թեման շատ հաճախ ասոցացվում է մեր թեմայի հետ։ Քանի որ Թուրքիայում Հայաստանի ու հայության նկատմամբ կա ընդգծված ընկալում, բնականաբար այստեղ արդեն միանգամից դա տրանսֆորմացվում է դեպի մեր թևի վրա ու տալիս է բացասական էֆեկտ մեր տեսանկյունից։ Եվ մեխանիկորեն Ադրբեջանի օգտին է այդ ամբողջ գործընթացը տեղ ունենում։ Այսինքն ավելի հանրային քննարկումներում։ Դրա համար վերլուծական դաշտում ես կոնկրետ այդպես խոշոր վերլուծություններ չեմ հանդիպել, որոնք որ հակաադրբեջանական կլինեն։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ տեսեք, ազգայնական եւ իշխող ուժը իրենք միանշանակ Ադրբեջանի պաշտպանում են եւ այս դաշտից քննադատություններ գրեթե չեն լինում։ Դրանք հատուկենտ քննադատություններ են, այդպես, որոնք որ իմ կարծիքով մեծ ուշադրություն անգամ պետք չի դարձնել։ Իսկ Ընդդիմադիր դաշտից, որը ավելի լուրջ քննադատություններ իհարկե լինում են, բայց դա էլ ավելի շատ լինում է այն համատեքստում, որ Թուրքիան չպետք է իր այսպես գոր քաղաքականությունը ընդլայնի հարավային Կովկասում, որտեղ այնտեղ կան ուժեր, այլ ուժեր նույնպես, եւ Թուրքիան ինքը կարող է այդ գործընթացներից դուժել։ Այսինքն ավելի շատ պետության արտաքին քաղաքականությունն է քննադատվում։ Օրերս Թուրքիայում ձերբակալվեց Deutsche Welle-ի, գերմանական Deutsche Welle-ի լրագրողը եւ սկսեցին բացահայտ խոսել այն մասին, նաեւ արևմտյան մամուլը, որ Թուրքիան շատ խիստ սկսել է վերահսկել իր տեղեկատվական դաշտը։ Ինչ զարգացումներ են տեղի ունենում այս առումով, ինչով է սա պայմանավորված, արդյոք հենց նույն իրանական պատերազմով, որ փորձ է արվելու նաեւ ներքին այդ խժդժումները ճնշելու եւ այս տեղեկատվական դաշտի վերահսկողությունը ինչի ցուցիչ է այս պահին։ Իսկապես վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում շատ զգայուն են տեղեկատվական դաշտի նկատմամբ, ընդ որում նաև ընդդիմադիր ուրեմն մամուլի նկատմամբ կա որոշակի գործողություններ, ընդդիմադիր լրագրողների ու վերլուծաբաների, նաև մեկնաբաների նկատմամբ կա որոշակի ուրեմն վերաբերմունք, այսինքն ինչ-որ գործողություններ կան նրանց նկատմամբ, կան մարդիկ, որոնց որ տնային կալանքի են ենթարկել, արգելել են գրել ինչ-որ հոդվածներ կամ հրապարակային ելույթներ ունենալ, այսինքն սա այո, այսօրվա թուրքական իշխանությունների ներքին քաղաքականության մասն է կազմում, բայց շատ ավելի հետաքրքիր է ուրեմն սոցիալական ցանցերը, որտեղ մինչև վերջին շրջանը սոցիալական ցանցերին առանձնապես շատ մեծ ուշադրություն չէին դարձնում իրենք, թեև որոշ գործողություններ դեռևս գեզի այդ զբոսայգու ցույցերի ժամանակ են իրականացել, բայց տոտալ գործողությունների մասին չէր խոսքը։ Օրինակ հիմա ինձ մոտ տպավորություն է, որ Թուրքիայում փորձում են տոտալ վերահսկողության տակ վերցնել սոցիալական ցանցերը։ Այս առումով երկու կարևոր ուրեմն խնդիր նշեմ։ Նախ առաջինը իրենց սեփական հարթակն է սարքել ուրեմն սոցիալական ցանցի, Ains Social-ը, որը որ իրենք գործարկում են եւ ակնհայտ է թե դա ինչպես է իրականացում եւ ընդհանրապես որ մարմինների կողմից է ուրեմն ղեկավարվում։ Եվ բացի այդ վերջին որ քննարկում են այս օրերին այնտեղ, խնդիրն այն է, որ պետք է մաքրել սոցիալական ցանցերը եւ այստեղ նշվում է, որ ինչ որ ուսումնասիրություն է կատարել պետական համապատասխան մարմինը եւ եկել է այն եզրակացությամբ, որ հատկապես երիտասարդության հիմնական մասը ոչ թե մեկ ուրեմն ակաունտ ունի սոցիալական ցանցերում, այլ մի քանիսը ունի, առնվազն երկուսը եւ այսինքն այս առումով կարող են լինել տարբեր ուրեմն գործընթացներ։ Եվ ես կարծում եմ, որ այո, Թուրքիայում շատ մեծ դասեր խաղում են Իրանում տեղ ունեցող իրադարձություններից։ Դա եղավ նաև 12 օրյա պատերազմից հետո, երբ որ
իրենք ուսումնասիրեցին, զեկույցներ պատրաստեցին, որոշ մասը իմջալոց կա հրատարակված, եւ այս դեպքում նույնպես իրենք հատկապես ժամանակակից պատերազմի կարևոր մաս կազմող տեխնոլոգիաների շատ մեծ ուշադրություն են դարձնում, բայց այդ մեդիայի հետ կապված եւս մի կարևոր ուրեմն կետ նշեմ, դա կարծում եմ մեդիան կոնկրետ ավելի շատ ոչ թե արտաքին աշխարհին է ուղղված, այլ ներքին, որովհետև Թուրքիայում այո կա անհանգստություններ, մանավանդ ընդդիմության գործողությունների համատեքստում, որ Թուրքիայում նույնպես կարող են հրահրվել որոշակի գործողություններ եւ այդ գործիքների նկատմամբ որոշակի վերահսկողություն են փորձում սահմանել։ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է, ինչպես գիտենք, հայ-թուրքական սահմանի բացումը ու տարբեր վերաբերմունք այս ամենին, իսկ ինչ են ցույց տալի վերլուծությունները, սոցիալական ցանցի այդ մոնիտորինգը, ինչպես է հենց Թուրքիան վերաբերվում այս հարցին։ Անեն մակարդակը։ Թուրքիայում նման ուրեմն մոնիտորինգ չի իրականացվել հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված։ Ես կասեի, այստեղ խնդիրը երկու առումով է, որոշ ուրեմն մամուլի որոշ լրագրողներ կամ որոշ վերլուծաբանները ոչ այդքան շատ, ուղղակի այսպիսի հարց է առաջանում, եթե սահմանը փակվել էր հայ-ադրբեջանական, այսինքն Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, ապա հիմա այդ խնդիրը չկա, Հայաստանն ու Ադրբեջանը կառուցում են որոշակի հարաբերություններ, խաղաղության գործընթացի մեջ են գտնում, ինչու է Թուրքիան շարունակում սահմանը փակ պահել։ Այսինքն այսպիսի հարցադրում դեռ ամիսներ առաջ կար ուրեմն Թուրքիայում։ Լայն քննարկման առարկա չի դառնում հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը։ Եվ ես կարծում եմ սա ուղղակի կամ իշխանությունների քաղաքականությունն է այդպիսին, կամ ուղղակի դա Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, եւ հետեւաբար ինչ-որ քննարկումներ սրա հետ կապված տեղի չի ունենում։ Միայն արևելյան շրջանները, որոնք որ սահմանակից են Հայաստանին, այս հատվածից մենք տեսնում ենք որոշակի աշխուժություն, օրինակ լինում է որ տեղական թերթերում որոշակի հոդվածներ հրապարակվում են, օրինակ բնակչությունը ինչպես է վերաբերվում, անգամ որոշ պաշտոնյաներ տեղական հարցազրույցներ են տվել եւ բնականաբար նրանք կողմ են արտահայտվում, որ սահմանը բացվի, որտեղ իրենք էլ իրենց հերթին են իրենց շրջափակված զգում եւ կարծում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը իրենց համար, ընդհանրապես իրենց բնակավայրի տարածաշրջանի համար աշխուժություն կբերի եւ հենց այդպես էլ ասում են, աշխուժություն կբերի, առևտրատնտեսական հարաբերություններ կզարգանա, туриզմ կզարգանա։ Այսինքն ավելի շատ այսօր ոչ թե Ստամբուլի կամ Անկարայի բնակչությունն է մտածում դրա մասին, այլ բուն այն մարդիկ, ովքեր որ այդ սահմանին մոտ են։ Շնորհակալություն հարցազրույցի համար, մեկնաբանությունների համար։ Հիշեցնեմ, որ on-line տեսակապով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին եւ հնարավոր էներգետիկ համագործակցության մասին եւ դրա նյուանսները քննարկեցինք թուրքագետ Նելի Մինասյանի հետ։ Շարունակեք հետեւել, քիչ անց կմիանանք նորից, տաղավարում կհյուրընկալեմ Ռուբեն Բաբայանին։